Ողջույն բոլորին, քանի որ ժամանակ չեմ ունենում ու եթերներ մտնել կարճ այս առավոտվա ընթացքի մեջ ուղի եթեր կանեմ, խոսքը գնալու է նոր հանտավիրուսին կամ խանտավիրուս, ոնց որ ռուսներն են ասում, խնդիրը կայանում է նրանում, որ մի տեղ վախ են տարածում, ասում են, որ խիստ մահացու 40% մահացություն տվող վիրուս է և մի 15 հոգի է վարակվել, միանգամից պանդեմիայի մասին է խոսքը գնում, մյուս կողմից էլ ասում են, որ վերջ խնդիր չկա, պանդեմիա չի լինելու, այսինքն մարդկանց գցում են խառնաշփոթի մեջ, զաբլուժդենիայի մեջ ու այս պահի դրությամբ ինչն է ամենակարևոր, նախ որպես բժիշկ եմ ասում 15 հոգի վարակվածով հնարավոր չի ասել էպիդեմիա լինելու, այդ որ չգիտեմ, գրիպի, սեզոնային գրիպի մեծ թվով մարդկանց սեզոնային գրիպով են հիվանդացնում կամ մարդիկ հիվանդանում են, այդ որ ուռուցքները իրոք էպիդեմիայի, պանդեմիայի թվեր են գրանցում, դրանց վրա բոլորովին ուշադրություն չեն դարձնում, 15 հոգի ինչ-որ անհասկանալի վիրուսով վարակվել է, ընդ որում, էլի տեսեք, ինչ-որ մի փոքրիկ տեղում, էլի կենդանիներից, այս անգամ առնետներից, մարդիկ վարակվում են։ Նախ հետաքրքիր է, թե այդ հարուցիչ այդ առնետների մոտ, այդ նավի վրա ոնց հայտնվեց, երկրորդը դուք տեսել եք տեսանյութեր, որ իբրև այսպես կամուֆլաժներով պաշտպանիչ համազգեստով մտնում են այդ նավ, բայց կողքի ոստիկաններն իրենց համար ծխում են, հաջորդը ուրեմն բանը արդեն Գեբրեսիուսը ԱՀԿ նախագահը խոսում է պանդեմիայի մասին և ամենախոխման, որին ես չեմ պատկերացնում ոնց կարելի է հավատալ, արդեն ստեղծվել է վակցինա։ Ասենք, ես չեմ պատկերացնում այս երկիր մոլորակի բնակչությունը ուղեղի զարգացվածության ինչ աստիճան պետք է ունենա, որ այսքանից հետո չհասկանա, թե ինչ է կատարվում։ Այո, ես չեմ բացառում այն հանգամանքը, որ կարող ասեն, օքեյ, չեղավ պանդեմիա։ Սրանով, գիտեք, մի շատ լավ ֆիլմ կա, «Как украсть миллион», այն որ գնում են արձանիկը գողանալու ու անընդհատ բումերանգով գցում են ստուգելու համար, սիգնալիզացիան միացնելու և ստուգելու համար պահակների զգոնությունը, վերջում էլ, որ սիգնալիզացիան անջատում են ու արձանիկը գողանում են։ Հիմա ես չեմ բացառում, որ նույն իրավիճակը աշխարհի բնակչության հետ տեղի ունենա, անընդհատ ինչ-որ վիրուս բաց թողեն, խոսեն այդ վիրուսի մահացության բարձրաստիճանի, չգիտեմ ինչերի մասին, մարդիկ մի հատ ռեակցիա տան, հետո ասեն չէ, այս մեկը այդ չէր, հետո երկրորդը, երրորդը և արդեն չորրորդը, երբ որ մարդիկ այլևս զգոն չլինեն և ուշադրություն չդարձնեն, արդեն չորրորդը իրոք լինի մահացու, չորրորդը կլինի, որերորդը կլինի։ Նաև գրած էր, որ երկու սրվակ վիրուսով գողացվել է, սիրելի ընկերներ, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այդպես հեշտ չի այդ ամեն ինչը գողանալ, այդ պրաբիրկաները, այդ մատերիալները պահվում են շատ այսպես գաղտնի, հատուկ պաշտպանվող լաբորատորիաներում ու այնպես չի էլի արյան պրաբիրկայա գցես գրպանդ դուրս գաս, այդ կենսաբանական լաբորատորիաներն այնպիսի ռազմական հսկողության տակ են գտնվում, որ դու այնտեղից չես կարող այդ շտամերին հանել, այնպես որ կամ տարել են ինչ-որ մեկ այլ տեղ ավելի զարգացնելու, ինչը քիչ հավանական եմ համարում, որտեղ իրանց լաբորատորիաներն են, այդ տեղում կզարգացնեն, կամ էլ ավելորդ պանիկա է տարածվում մարդկանց շրջանում, որովհետև այս դարի ամենասարսափելի հիվանդությունը, ամենավտանգավոր հիվանդությունը դա վախն է։ Տեսեք, դա վիրուս չի, բայց եթե վախը մտավ մարդու մեջ, ես հիշում եմ
այդ COVID-ի պանդեմիայի ժամանակ մարդիկ անկախ իրենց կրթական մակարդակից ու ինտելեկտից այն աստիճանի վախենում էին, որ 4-5 դիմակ մի անգամից դնում էին կամ անընդհատ ձեռքերն ախտահանում էին, չգիտեմ ինչերով էին զբաղվում, հա մարդկանց հետ չէին շփվում, իրենց դրները փակել էին, մենակ լամաջո էին ուտում։ Ու այդ վախը ինքը իրոք սարսափելի է, որովհետև ընկճում է իմունիտետը, որովհետև առաջացնում է լուրջ խնդիրներ ու հիմա այս մեդիա մանիպուլյացիաներով, մարդկանց շրջան վախ տարածելով, էլի ցանկանում են մեզ վնաս տալ։ Ինչևէ, ինչ պետք է աներ Հայաստանի Հանրապետության իշխանությունը նման իրավիճակում, երբ որ ամբողջ աշխարհը քննարկում է այս վիրուսը, ամբողջ աշխարհը այսպես վակցինա են արտադրում, չգիտեմ, վիրուսի գենետիկ կոդ են ուսումնասիրում, մեր իշխանությունները մի ծպտուն անգամ չեն հանում այս իրավիճակի մասով։ Ես չտեսա մի հատ ինչ-որ լուրջ հայտարարություն, հա, առողջապահության նախարարը կլինի, ով կլինի, այնտեղ չգիտեմ ՀՎԿ-ից որևէ պաշտոնյա դնեն, խոսեն, վերլուծեն, մարդկանց բացատրեն։ Այդ նույնը եղել է COVID-ից առաջ, երբ որ ես մի շարք իմ գործընկերների հետ բղավում էինք, ասում էինք, օքեյ, պանդեմիա են սկսում, անհրաժեշտ է փակել սահմանները, անհրաժեշտ են միջոցառումներ, որ վարակը չտարածվի։ Ինչ էին անում սրանք, ասում էին պինցետ եւ օղի, Արսեն Թորոսյան իմ սրտի տիրակալ նստել էր եւ ասում էր, որ կորոնավիրուս է, մի վախեցեք, մեզ վաղուց հայտնի շտամը, հետո էլ կանգնեցին իրենց խոսքը փոխեցին ինչպես միշտ, ասեցին, բա գիտեք, այս նոր կորոնավիրուս է։ Հիմա նույնը այս իրավիճակում անհրաժեշտ է, եթե իրոք նման խնդիր կա, իսկ մենք չենք կարող բացառել, հասկանում եք, դա իմ ստեղծած շտամը չի, որ ես ասեմ, հա, ժողովուրդ, մի մտածեք։ Չէ, դա կոնկրետ լաբորատորիաներում ստեղծած շտամ է, ռեմենս գցածա ցավը տանեմ, էսա ուղղակի թևիս տակով, իմ սիրելի գործընկերը, նոնան ընկերը, նոնան գրել է ռեմեն գցի էսա, ուղղակի այստեղ ցավում է, միշտ թևիս տակից եմ գցում, ոչ մի օրենք չեմ խախտում։ Ինչևէ, ավելի շատ այդքան ինձ օրենքը չի հետաքրքիր, ինչքան որ իմ անվտանգությունը, որովհետև իրոք կյանքա փրկում, եւ ես իրական ռեմեն գցում եմ 2010 թվականից, երբ որ դեռ ռեմենի օրենքը չկար։ Հիմա վերադառնալով մեր ոչխարներին, ուրեմն անհրաժեշտ է կամ հենց հիմա միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի այդ վիրուսը, այդ ինֆեկցիան, այդ համաճարակը, չգիտեմ ինչը չգա Հայաստան, կամ չգիտեմ, հետո այս ժողովրդին չմցնեք վակցինաների բեռի տակ, չսկսեք վրան նոր փորձարկումներ անել։ Բայց մենք լավ հասկանում ենք, որ այս իշխանությունը թքած ունի բոլորիդ առողջության վրա։ Ես այո, վարչապետ Ռուբեն Արթուր, չգիտեմ ինչ, քո վարչապետը Նիկոլն է, ինքը քեզ հասնում է, ինքը պետքա քո վրա փորձարկումներ անի, ինքը պետքա քո տեսակը ոչնչացնի։ Ես ողջունում եմ Փաշինյան Նիկոլի այն մոտեցումը, որ ինչքան ոչխար կա, դրանց գլուխը ուտելու է։ Հա, բայց իմ տեսակը ու իմ նման մարդկանց տեսակը ոչ քո ոչխար Նիկոլը կարա ոչնչացնի, ոչ քո Գեբրեսիուսը կարա ոչնչացնի, ոչ իրանց ստեղծած արհեստական ինֆեկցիաները կարան ոչնչացնել։ Էդ էլ ինչ վերաբերվում է, այստեղ մի հատ զոմբի կա դրան, հեսա բլոկ կանենք, ոչինչ։ Ինչևէ, սիրելի հայրենակիցներ, ես հորդորում եմ ամեն դեպքում պահպանել զգուշավորություն, ցանկացած բանից, տեսեք, ավտովթարից կամ դժբախտ պատահարից ռեմեննա չէ, բավականին պաշտպանում է, ուրեմն պրոֆիլակտիկա են կանում բարդությունները, զգուշավորենք, պահպանել հիգիենայի կանոնները, հա, օրինակ կարելի է լողանալ, որ դերմատիտ չառաջանա, կամ չգիտեմ, հա, կողքի մարդիկ հոտին չխեղդվեն, անհրաժեշտ է ձեռքերը լվանալ, պահպանել հիգիենայի կանոնները,
Ռուբեն Արթուր այդքան տղա ես ուրեմն նախ քո էջով գրի մուտիլովշիկը մամատ ու պապատեն որ քո նմանին ծնել են հələ չգիտեմ էլ սերդ ինչա մի վարքյան սիրելներս բայց չեմ բացառում որ սեռափոխված իմբեցիլ լինես ինչևէ սիրելիներս շարունակենք մի վարքյան ես ես վերացնեմ ուրեմն պահպանեք հիգիենայի կանոնները շատ հետաքրքիր մի մոտեցում կար այն ժամանակ էլ էի ասում ծիծաղում էին հիմա էլ եմ կրկնում որ կծուն ինքը պաշտպանում է ինֆեկցիաներից վիրուսային վարակներից եւ էլի հորդորում եմ որ ձեր ռացիոնում ձեր ուրեմն սննդակարգում ավելացնեք կծուն դա ունի իր բացատրությունը իհարկե եւ շատ արևելյան երկրներում կիրառվում է գիտեք հա իրենք շատ կծու են ուտում էլ ինչ ասեմ մաքուրոտ իհարկե շատ դժվար է մեր Երևանում մաքուրոտ ունենալու շնչելը բայց ամեն դեպքում փորձեք հատկապես ձեր երեխաներին տանել մաքուրոթի եւ հաջորդը մի վախեցեք ամենակարևորը մի վախեցեք ես ապագայում նորից կրկնում եմ արդեն ասել եմ օրենք են հանելու որ մեզ թույլ չի տալու խոսել վակցինացիայի վտանգավորության մասին Որքան էլ նորագույն տեխնոլոգիաները զարգանան, որքան էլ արհեստական բանականության միջոցով, ուրեմն փուլերը, նախակլինիկական փուլերը կրճատվեն, միևնույն է, բոլոր կլինիկական փորձարկումներն ունեն կլինիկական փուլեր, այսինքն այդ փորձարկումները կատարվում են մարդկանց վրա։ Երբ որ դու մարդուն դեղ ես տալիս, իսկ վակցինան համարվում է դեղ, այդ մարդու օրգանիզմը գոնե թե 10 տարի, 15 տարի պետք է վերահսկես, որպեսզի տեսնես մոտակա, միջանկյալ ու հեռավոր ազդեցությունները, կողմնակի ազդեցությունները, հնարավոր չի մարդու օրգանիզմը այնպես մոդելավորել, որ մարդ տեսնես իրական կյանքում, այդ մարդու օրգանիզմը տվյալ դեղին, տվյալ վակցինային ինչ ռեակցիա կտա, հետևաբար սուտ է այն պնդումը, որ նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը էականորեն կրճատել են փորձարկումների շրջանը, չկա այդպիսի բան, որովհետև դու կարող ես մոլեկուլ ստանաս, դու կարող ես in vitro, այսինքն արհեստական միջավայրում ուրեմն ստանաս արագ արդյունքներ, բայց երբեք ու երբեք նու կենդանիների վրա էլ արի թողնենք իրանց դաշտում, հա, բայց երբեք ու երբեք մարդկանց օրգանիզմի վրա հեռավոր ազդեցությունը դու շուտ գնահատել չես կարող։ Դրա համար անհրաժեշտ է 10-15 տարի, ինչը սրանց վակցինաները երբեք չեն անցնելու։ Ես խնդրում եմ ապագայում, եթե ես անգամ ստիպված լինեմ, գովեմ վակցինաները, հա, չգիտեմ, 1000 մի բան չի կարա լինի իմ կյանքում, ուրեմն դուք իմանաք, որ ես իմ գենետիկ մակարդակով դեմ եմ ես անտեր փորձարկումներին, ես իմ գենետիկ մակարդակով, իմ ուղեղի ողջ կարողությամբ, ինչը քիչ չի, հասկանում եմ ես հիմա ինչ եմ խոսում եւ խնդրում եմ թույլ չեք տալիս կատարել փորձարկումներ ոչ ձեր վրա ոչ էլ ձեր երեխեքի առավել եւս լավ օրեն մաղթում բոլորին հաջողություն